Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Եթե խոսենք արդեն որոշ առանձնահատկությունների մասին, պետք է արձանագրեմ, որ 26 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն 704 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 719 եւ 803 միլիարդ դրամ։ 26 թվականին տնտեսական եւ սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ից ավելով կգերազանցեն 25 թվականին պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը։ Այսինքն մենք առանձնացրել ենք պաշտպանության նախարարության եւ տնտեսական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը։ Արդյունքում 26 թվականի տնտեսական եւ սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը կազմեն ՀՆԱ-ի 3.4%-ը, իսկ 27-28 թվականին 3.2 եւ 3.6%-ը։ Պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը 26 թվականին։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 միլիարդ դրամ, իսկ 27-28 թվականներին կկազմեն համապատասխանաբար 1 տրիլիոն 62 միլիարդ եւ 1 տրիլիոն 123 միլիարդ դրամ։ Դրանք 9.6%-ով կգերազանցեն 25 թվականի պետական բյուջեով սահմանված սոցիալական պաշտպանության ծախսերը, իսկ 27-28 թվականներին 17.6 եւ 24%-ով։ Արդյունքում 26 թվականին սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 8.3%-ը, պահպանելով 25 թվականի մակարդակը, իսկ 27-28 թվականին կկազմեն համապատասխանաբար 8.2 եւ 8%։